անվտանգային առումով այլընտրանք այդպես էլ չեն առաջարկել։ Անկերներ, տարին ավարտվում է եւ կարելի է իհարկե ամփոփել միայն 2025 թվականը, բայց եկեք ամփոփենք իրողությունները 18 թվականից սկսած եւ այստեղ մեզ կօգնեն սոցիոլոգիական հարցումները։ Եթե մինչև 18-ի հայտնի իրադարձությունները քաղաքացիներին հուզող հիմնական խնդիրը սոցիալ-տնտեսական բնույթի հարցերն էին եւ մարդիկ շատ արդարացիորեն 18 թվականին դուրս եկան փողոց պայքարելու համար, իրենց տնտեսական խնդիրները լուծելու համար, ապա 20-ից 23 թվականից հետո թիվ 1 խնդիրը դարձել է անվտանգությունը։ Ըստ թարմ հարցման տվյալների քաղաքացիների ավելի քան 37%-ը կարծում են, որ Հայաստանի թիվ 1 խնդիրը դա անվտանգությունն է։ Եթե մենք մի փոքր ետ գնանք եւ 24 թվականի հարցման արդյունքները ուսումնասիրենք, մենք կտեսնենք, որ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը ավելի քան 80%-ը Հայաստանի համար թիվ 1 սպառնալիք տեսնում են Թուրքիան եւ Ադրբեջանը։ Այս իրողությունները երբ որ համադրում ես, հասկանում ես հետեւյալը. Ա. Քաղաքացիները շատ լավ հասկանում են ով է իրական սպառնալիքը Հայաստանի Հանրապետության համար, եւ Բ. անկախ քարոզչական փոշուց քաղաքացիները հասկանում են, որ անվտանգային առումով այլընտրանք Հայաստանին այդպես էլ չի առաջարկվել։ Այլընտրանք ինչին? ՀԱՊԿ-ին անդամակցությանը, այլընտրանք Ռուսաստանի Դաշնության հետ ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերություններին։ Իրենք էլ են դա հասկանում, այդ պատճառով ՀԱՊԿ-ից ոչ թե դուրս են գալիս, այլ սառեցնում են անդամակցությունը, շատ լավ իմանալով, որ եթե դուրս գան առանց անվտանգային երաշխիքների, ապա մենք կարող ենք մի քանի օրում հայտնվել Սիրիայի կարգավիճակում։